Քանի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան, որ ուղղություններն են նրանք նախընտրել, որքան ուղիղ չվերթ է բացվել եւ Հայաստանի քանի քաղաքացի է ճանապարհորդել։ Զբոսաշրջային տարին ամփոփելու ենք էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Գևորգյան։ Բարև ձեզ։ Սկսենք ոլորտում ամենաքննարկվող թեմայից։ Ամանորին հյուրանոցների առաջարկվող փաթեթների արժեքները բարձրանում են Հայաստանում։ Նախորդ մեր հարցազրույցի ժամանակ նշել էիք, որ ամենաարագը վաճառվում են ամենաթանկ զբոսաշրջային փաթեթները։ Ուզում եմ հասկանալ այսօր այդ տենդենսը պահպանվել է։ Տենդենսը պահպանվել է, ասեմ ավելին, այս տարի ունենք բացված նոր հյուրանոցներ եւ ելի շատ արագ սպառվում են ամենաթանկ համարները կամ ամենաթանկ առաջարկներն են վաճառվում, բայց դրան զուգահեռ կարող եմ ասել, որ փոքր միջին հյուրանոցները, որոնց հետ իմիջիալոց 1 տարի աշխատանք տարանք եւ նրանց օգնեցինք ամրագրումների կայքերում հայտնվել, լիցքավորվել, նույնպես փակել են ամբողջ իրենց ունեցած համարների ֆոնդը։ Այս տենդենսին շատ ուրախացնում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ նաեւ զբոսաշրջիկները միջազգային մարզերում անցկացնում են իրենց ամանորյա հանգիստը։ Շուկան ազատ է եւ արժեքը կարգավորում է մրցակցությունը, բայց հետաքրքիր է զբոսաշրջության կոմիտեն որևէ գործառույթ իրականացնում է գների զսպման ուղղությամբ, որովհետեւ երբ մարդիկ տեսնում են այլ երկրների գնային առաջարկը, ավելի շահավետ են համարում երկրից դուրս հանգստանալ։ Զբոսաշրջության կոմիտեն չունի կոնկրետ գնառաջարկի վրա ազդեցություն ունենալու որևէ գործիք, բայց մենք անառողջ մրցակցության կամ որևէ խարդախության կամ խաբեության դեպքերի առկայության դեպքում իհարկե աշխատանքներ իրականացնում ենք, օրինակ եթե զբոսաշրջիկի կողմից ստանում ենք բողոք կամ զանգ, մենք անպայման գնում ենք այդ բողոքի հետևից եւ փորձում ենք խոչընդոտել եւ թույլ չտալ, որպեսզի լինի անառողջ մրցակցություն կամ որևէ խարդախության դեպք։ Հայաստանի քանի քաղաքացի է 2025-ին իր հանգիստը անցկացրել մեր երկրում, որ ուղղություններն են նախընտրել եւ կխնդրեմ թիվը համեմատենք 2024-ի հետ։ 2025 թվականին ավելի քան 3 միլիոն զբոսաշրջիկ զբաղվել են ներքին զբոսաշրջությամբ եւ ոչ միայն մեր քաղաքացիների մասին է խոսքը, որպեսզի ավելի ստույգ լինի, մենք կսպասում ենք վիճակագրական կոմիտեի տվյալների հրապարակմանը, բայց մենք արել ենք մեր իսկ մոնիտորինգը եւ տարբեր սեզոնների ժամանակ, տարբեր եռամսյակներում հարցումներ ենք իրականացրել եւ անգամ ձմեռվա առաջին ամսվա եւ աշնան վերջին ամսվա դրությամբ, որոնք համարվում են իրականում մեր երկրում զբոսաշրջության համար ցածր սեզոնայնության ամիսներ, բավականին ակտիվություն է եղել մարզերում եւ հյուրատները ամրագրված են եղել։ Սա մեզ ցույց է տալիս, ցուցիչ է մեզ համար, որ ինչպես եւ մեր ռազմավարությամբ մենք ակնկալում ենք Հայաստանը դարձնել 4 սեզոնների համար ակտիվ զբոսաշրջային ուղղություն, մեր տարած աշխատանքները կարծես թե տալիս են իրենց դրական արդյունքը։ Իսկ Հայաստանի քանի քաղաքացի է որպես զբոսաշրջիկ մեկնել այլ երկրներ, նորից կցանկանամ թիվը համեմատենք 2024-ի հետ, որովհետև գիտեմ նոր ուղիղ չվերթներ են բացվել, հետաքրքիր է դրանք որքանով են նպաստել, որ հայերը ճանապարհորդեն։ Ճանապարհորդի կամ զբոսաշրջիկի որոշում կայացնելու վրա ուղիղ ազդեցություն ունի ուղիղ չվերթի առկայությունը։ Սա եւ նաեւ մատչելի ավիատոմսը նպաստում է, որպեսզի մենք բոլորս որոշում կայացնենք ճանապարհորդելու տվյալ երկիր։ Ուրախությամբ ուզում եմ նշել, մի փոքր վիճակագրություն եմ ինձ հետ բերել, որ Հայաստանից չվերթներ են իրականացնում ավելի քան 40 ավիաընկերություններ դեպի 70 քաղաքներ։ Ունեցանք այո բազավորում Հայաստանում ավիաընկերության, որը հիմնականում սպասարկում է եվրոպական ուղղություններ։ Մեր տեղական ավիափոխադրողը նույնպես ավելացրել է իր ուղղությունները եւ դեպի Եվրոպա եւ դեպի Ռուսաստան, ինչպես նաեւ ծոցի երկրներից ունենք ուղիղ չվերթներ, այսինքն Պարսից ծոցի երկրների դեպի երկրներ եւ երկրներից զբոսաշրջիկների ներհոսքը ավելանում է։ Զբոսաշրջության կոմիտեն հստակ վիճակագրություն չի կարող վարել, թե տվյալ զբոսաշրջիկները ուր են նախընտրում շատ գնալ, բայց մենք այդ տեղեկատվությունը հիմնականում ստանում ենք տուրօպերատորներից,
Բայց հանուն արդարության պետք է նշել, որ կազմակերպված զբոսաշրջությունը, այսինքն տուրփաթեթներով ճանապարհորդությունների թիվը մեր երկրում եւ ընդհանրապես աշխարհում նվազում է։ Այս պահին ունենք ընդամենը 5% թիվ զբոսաշրջիկների, որոնք գնում են տուրփաթեթներով։ Սովորաբար դա նաև թվայնացումից է գալիս, զբոսաշրջիկը ինքնուրույնաբար է կազմում իր ճանապարհորդելու քարտեզը, գնում է ավիատոմսը, ամրագրում է հյուրանոցները, այդ իսկ պատճառով թվային տիրույթում փոքրինչ դժվար է հետևել այդ քարտեզներին, թե ուր են գնում զբոսաշրջիկները, բայց մի հետաքրքիր ցուցիչ կա, եթե նոր ավիաընկերություններ են գալիս, նոր ուղղություններ են բացվում, դա նշանակում է կա պահանջարկ, որովհետև ավիաընկերությունները բավականին լուրջ մոնիտորինգ են իրականացնում, շուկայավարման տարբեր արշավներ են իրականացնում եւ այս ամենը ուղղակի մեզ ուղիղ ցույց է տալիս, որ նաեւ հայաստանցիներն են բավականին շատ ճանապարհորդում։ Իսկ նոր ուղիղ չվերթներ սպասվում են այս տարի եւ եթե գաղտնիք չէ, որոնք են։ Անդադար բանակցում ենք տարբեր ավիափոխադրողների հետ, ինչպես էկոնոմիկայի նախարարությունը, այնպես էլ տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, որի հիմնական տիրույթում է ավիաընկերությունների հետ աշխատելը, մենք ավելի շատ մարքեթինգային եւ մեր ռազմավարությունից բխող երկրների հետ այդ ուղղություններն ենք քննարկում մեր գործընկերների հետ, իսկ հիմնական գործառույթը իհարկե տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն է անում։ Այո, ակնկալում ենք, ինչպես արդեն նշեցի, ծոցի երկրներից եւ շատ կարեւոր ուղղություն, չնայած ունենք մեկ ուղիղ չվերթ, բայց Չինաստանը ակնկալում ենք Շանհայից կամ Պեկինից ավելի շատ ոչ թե ինդուստրիալ քաղաքից, ինչպիսին է Ուրումչին եւ ուղիղ չվերթը կա, այլ նաեւ զբոսաշրջային խոշոր քաղաքներից ակնկալում ենք ուղիղ չվերթներ, այս մասին նախորդ տարի բանակցություններ են գնացել եւ հույս ունենք այս տարի Չինաստանից նոր ուղղություն ունենանք, ինչպես նաեւ մեր ռազմավարական շուկաները, Ռուսաստանը, Իրանը, Հարևան Վրաստանը, այս մասով էլ Իրանի գործընկերների հետ երկու մեծ աշխատանքային հանդիպում ունեցանք անցած տարի եւ իրենց նախարարի մակարդակով եւ նախարարի տեղակալի մակարդակով աշխատանքային քննարկում ունեցանք, հասկանալով, որ Իրանի հետ համագործակցության խորացման բազմաթիվ եզրեր կան։ Իրանցի գործընկերների հետ քննարկեցինք նաև ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու եւ երթևեկելու ընթացքում սահմանահատելու ընթացակարգերի հեշտացման մասին նոր փաստաթղթերի ստորագրում կամ համատեղ ինչ-որ ծրագրերի մշակում, որպեսզի նաև խթանենք ցամաքային ճանապարհորդությունները մեր երկու երկրների միջև, որովհետև հատկապես Սյունիքի մարզի բնակիչների համար եւ նաև Հայաստանի սահմանամերձ իրանական մարզերի համար կարող է շատ հետաքրքիր դառնալ հենց ցամաքային ճանապարհորդությունները։ Իսկ քանի զբոսաշրջիկ է նախորդ տարի այցելել Հայաստան, որ երկրներից են եկել, որ ուղղություններն են նախընտրել եւ ունենք այստեղ աճ։ Նախորդ տարվա նոյեմբերի արդյունքներով մենք կարելի ասել արդեն գերազանցել էինք 2024 թվականի արդյունքները։ 2024-ին Հայաստան էր այցելել 2 միլիոն 200 հազար զբոսաշրջիկ, իսկ նոյեմբերի տվյալներով արդեն ունենք 2 միլիոն 150 հազար ցուցանիշը, դեռ չենք ամփոփել 2025-ը ամբողջությամբ, բայց վստահորեն կարող ենք ասել, որ գերազանցել ենք 24-ի տվյալները, ինչը շատ ուրախալի է մեզ համար։ Ավանդաբար 3 առաջին դիրքերում են Ռուսաստանը եւ մեր հարևանները, Իրանը եւ Վրաստանը։ Եվ ունենք նաև հետաքրքիր աճ տարբեր ուղղություններից, Չինաստանից եկող զբոսաշրջիկների աճ ունենք մոտ 38%, եվրոպական մի շարք երկրների մեջ ցուցանիշների տարբերություն է գրանցվել, սկսել են այլ երկրներից ավելի շատ գալ եւ նաեւ բիզնես զբոսաշրջության կամ մայր զբոսաշրջության համար մի շարք ուղղություններ են մշակվում, օրինակ կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարարությունը սահմանել է հատուկ պայմաններ, օրինակ Հայաստանի Հանրապետություն կինո նկարելու համար, ինչով հետաքրքրված են հնդիկները եւ հնդիկների կողմից նաեւ զբոսաշրջության նկատմամբ մեծ պահանջարկ կա։
ազատականացնելով վիզաները Պարսից ծոցի մի շարք երկրների համար մենք նկատում ենք նաև զբոսաշրջիկների ակտիվացում այդ երկրներից այս տարի ամանորի տոնակատարությունների օրերին տոնածառի վարման արարողությանը ես ինքս ինձ համար մոնիտորինգ եմ արել, ուսումնասիրել եմ թե հիմնականում որ երկրներից են եկել եւ կարող եմ վստահել, որ այցելությունների աշխարհագրությունը փոխվում է։ Իսկ որ ուղղություններն են նրանք նախընտրում Հայաստանում։ Մեր ռազմավարությամբ սահմանել ենք հիմնական 3 ուղղությունները՝ պատմամշակութային, գաստրո եւ որը ներառում է էնոտուրիզմը, արկածայինը, բժշկական զբոսաշրջությունը եւ հիմնական այցելվող զբոսաշրջային վայրեր, զբոսաշրջային պրոդուկտներից են էկո զբոսաշրջությունը եւ կրոնական զբոսաշրջությունը։ Սրանք այն հիմնական ուղղություններն են, որոնց համար զբոսաշրջիկը գալիս է Հայաստան։ Սակայն մի հետաքրքիր բան եմ ուզում ընդգծել, այս տարի մենք ակտիվ կաշխատենք տուրիստական ընկերությունների հետ, տուրօպերատորների հետ, որպեսզի մի փոքր դիվերսիֆիկացնենք մեր զբոսաշրջային արդյունքը, որպեսզի մեկ օրվա ընթացքում զբոսաշրջիկը չայցելի անդադ նույն վայրերը, օրինակ մեկ օրվա մեջ այցելի 3 եկեղեցի, ես խորհուրդ եմ տալիս այցելել 1 եկեղեցի, 1 ամրոց, գնալ բնադիտման, ինչ որ հետաքրքիր վայր այցելել, բնությունը ուսումնասիրել եւ հետո գնալ հետաքրքիր գաստրոնոմիկ փորձառնության, որովհետև միջազգային զբոսաշրջիկների պահանջմունքները փոխվում տարիների ընթացքում, մարդիկ ակնկալում են ավելի շատ, ավելի ակտիվ եւ ավելի շատ տեղեկատվություն։ Գիտեք, որ մենք 21-րդ դարում անդադար եւ մեծ ծավալի տեղեկատվություն ենք ստանում, դրանից ելնելով նաեւ զբոսաշրջիկի պահանջմունքն է փոխվում զբոսաշրջային արդյունքի նկատմամբ եւ այստեղ մենք նույնպես մի փոքր մեր զբոսաշրջային արդյունքը բարելավելու խնդիր ունենք։ Նախորդ տարի որոշվեց, որ պետք է հայտարարվեն զբոսաշրջային գյուղեր, քաղաքներ, ինչ փուլում է գործընթացը եւ ինչ խնդիրներ են լուծվում այս ծրագրով։ Ուրախությամբ ուզում եմ նշել, որ 2025 թվականին մենք կատարեցինք մեր առջև դրված բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, դրանք եւ կառավարության որոշումներ են, եւ նախարարի հրամաններ են, եւ ինչու՞ չէ, որը շատ ավելի կարեւոր է, դա հնգամյա ռազմավարության հաստատումներ։ Այո, մենք հայտարարեցինք զբոսաշրջային գյուղեր եւ զբոսաշրջային կենտրոններ։ Ինչով է սա կարեւոր։ Ոչ բոլոր քաղաքները կամ ոչ բոլոր գյուղերը ունեն զբոսաշրջային ներուժ եւ պետք է ընդգծել եւ աջակցել հենց նրանց, որոնք ունեն այդ ներուժը։ Եվ հայտարարելով զբոսաշրջային գյուղեր եւ զբոսաշրջային կենտրոններ, մենք թիրախավորում ենք այդ բնակավայրերը կամ այդ քաղաքները եւ այնտեղ տանում ենք հենց նպատակային աշխատանք ընդգծելու զբոսաշրջային գրավչությունները։ Այդ ուղղությամբ իհարկե մենք կշարունակենք աշխատանքները հաջորդող տարիներին եւ նաեւ վարկային ծրագրով, որը մոտ 120 միլիոն եվրոյի չափով է, մենք կլավարկենք զբոսաշրջային ենթակառուցվածքները եւ ինչու՞ չէ, նաեւ մասնավոր ներդրողների հետ կհասկանանք մասնավոր ներդրողների կարիքը, քանի որ մենք հասկանում ենք, որ պետությունը ներդրումներ է անում ենթակառուցվածքների վրա, որոնք պետք է հարմար լինեն ներդրողներին, որպեսզի նրանք կառուցեն զբոսաշրջային օբյեկտներ, լինեն հյուրանոցներ, հյուրատներ, ռեստորաններ կամ այլ հետաքրքիր այցելավայրեր։ Իսկ վերջին արդյունքը երբ կտեսնենք։ Ես կարծում եմ զբոսաշրջությունը այն ոլորտն է, որտեղ անընդհատ եւ միշտ կա զարգանալու հնարավորություն եւ ինչ որ նոր տենդենսներ փոխելու միտում։ Մենք ակտիվորեն հետևում ենք նաև միջազգային տենդենսներին, օրինակ եթե առաջ զբոսաշրջիկները ձգտում էին գնալ մեծ քաղաքներ եւ հետաքրքրված էին ճարտարապետությամբ, հիմա ՄԱԿ զբոսաշրջության վիճակագրությունը փաստում է, որ զբոսաշրջիկները փորձում են գնալ ավելի փոքր բնակավայրեր, ձգտում են խաղաղ եւ հանգիստ միջավայրի, դա կոչվում է դանդաղ տուրիզմ, այդ տենդենսը, ցանկանում են մնալ իրենց հետ, ունենալ փոքրիկ գաստրոնոմիկ էկո փորձառություններ, ինչի համար նաև մենք հետևելով այս միջազգային տենդենսներին մեր զբոսաշրջային արդյունքներն ենք փորձում հենց այդպեսին դարձնել։ Շնորհակալություն Տիկին Գևորգյան հետաքրքիր զրույցի համար։ Ինձ համար միշտ հաճելի է լինել ձեր տաղավարում եւ ամփոփել տարին, քանզի վստահությամբ կարող եմ ասել, որ 2025-ը մեզ համար հաղթանակների տարի էր։
Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ զրուցում էի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի հետ։